Բարի երեկո, եթերում է ABC լուրերի ամփոփիչ թողարկումը, ես Գառի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Քաղաքային իշխանության երկրորդ պարտությունը, դատարանը կրկին մերժել է քաղաքապետարանի բողոքը։ Եկեղեցի, բանակ ու քաղաքական ուժեր, որ կառույցին ու ուժին է վստահում հասարակությունը, ինչ են ցույց տալիս թվերը։ Բերլինի խոստումներն ու Երևանի իրականությունը, ինչու գործարարները ներդրումներ չեն անում Հայաստանում։ Գերմանիայից ուղիղ չվերթով Մոսկվա, բալանսավորում հանուն աթոռի ամրության, ինչ մեսիջներ կան Փաշինյանի շրջագայությունների տողատակերում։ Նախկինների ու ներկաների սեփականությունը իշխանության տրակտորի թիրախ, ինչու են քանդում Սևան ազգային պարկում գտնվող առանձնատները։ Թողարկումն սկսենք ժամի վերջին նորություններից։ Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ձերբակալել են 4 անձի, որոնց կասկածում են դեկտեմբերի 8-ին ազգային ժողովի նախկին պատգամավոր հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակվելու համար։ Հիշեցնեմ, որ Միհրան Հակոբյանի վրա հարձակվել էին ծեծեր նրան, տեղափոխել էին Իզմիլյան բժշկական կենտրոն բուժզննման։ Իսկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցրել էր 2021 թվականի ամռանը տեղի ունեցածը, երբ Հակոբյանի տան դիմաց կայանված մեքենայի տակ նռնակ էին տեղադրել։ Ըստ փաստաբանի հավանական պատճառը Հակոբյանի հանրային գործունեությունն է։ Իսկ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հանրային գործունեության համար։ Գործարարի փաստաբանական խումբը մամուլի ասուլիս էր հրավիրել ու հայտարարել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է արդեն 177 օր։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով ընդհանրապես իրավաբանները, փաստաբանները կարողանում են վիճակի վերաբերյալ պատշաճ բացատրություն ներկայացնել, իրականացնել շահերի պաշտպանություն, բայց այս գործի համար անհրաժեշտ պայմաններն ապահովված չեն։ Սամվել Կարապետյանի գործով Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ պայմանները առկա չեն։ Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում։ Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է վճռական իրավունքի եւ օրենքի ոչնչացման վարքագիծ։ Ես սա մեծ ցավով եմ ասում։ Ընդհանրապես իրավաբանները եւ փաստաբանները մշտապես հենվում են իրավունքի եւ օրենքի վրա։ Բայց այստեղ այդ հենարանները չկան։ Այս գործով այդ երևույթները բացակայում են։ Ինչն է առկա շատ հստակ։ Առկա է քաղաքական հետապնդում, առկա է քաղաքական բրեժխնդրություն, առկա է փաստացի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան։ Այս ամենին զուգահեռ Գելափը հրապարակել է հարցումների արդյունքները։ Հայաստանում հասարակական վստահության ամենաբարձր տոկոսը շարունակում է ունենալ զինված ուժերը եւ հայ առաքելական եկեղեցին։ Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցմանը մասնակցել է 1001 քաղաքացի։ Քաղաքական գործիչներից վստահության ամենաբարձր ցուցանիշն ունեն Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Արարատ Միրզոյանը։ Հետաքրքիր է, որ նախագահին շարունակում են չճանաչել։ Հարցվածների 27.1%-ը ընդհանրապես չի իմացել, թե ով է Վահագն Խաչատուրյանը։ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ սահմանադրությունը չպետք է փոփոխվի։ Վերջին ամիսներին հասարակական հնչեղություն ունեցող թեմաների վերաբերյալ համացանցային հարցումների արդյունքներն է ամփոփել Գելափ ընկերությունը։ Ըստ արդյունքների հայ հանրության 61.1%-ը կարծում է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան։ Նրանցից 64.9%, այսինքն 61%-ի 64%-ը ասել է, որ Սամվել Կարապետյանն է, 36.2% նշել, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանն է, Միքայել arczepiskopos Աջապարյանն նշել է 33%-ը, Վարդան Ղուկասյան Գյումրիի Վարդան Ղուկասյանն է, շեշտենք, որ հասկանանք, 19.4%-ն է, Նարեկ Սամսոնյան 4.7%, Լիդա Մանթաշյան 4.7%, հմծում են վերադառնալ եւ իշեք ժամանակահատված հետազոտության, այն ժամանակ կարծեմ դեռ այդ ազատումը չէ տեղի ունեցել։ Սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են արտաքին թելադրանքով, պնդել են հարցվածները։ Քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել սահմանադրության փոփոխությանը։ Միայն 7.3%-ն է համաձայնել լիովին նոր սահմանադրությանը։
20.7% նշում է, որ պետք է որոշ դրույթներ փոփոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության մեջ եւ 57.1% նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Եթե առաջիկա կիրակի ընտրություն լիներ, հարցվածների շրջանում ամենաշատ ձայները կհավաքեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Առաջատար եռյակում կլինեին նաև մեր ձևով շարժումը, Հայաստան դաշինքը։ 16.5% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ըստ մի փոքր նվազում կա, 0.7 թե 0.8%-ի նվազում ունեն։ Մեր ձևով շարժումը 7.2%, այստեղ ունենք մենք բավականին մեծ փոփոխություն, ցավոք սրտի բացասական փոփոխություն, նախորդ հարցումները մենք իրականացրել էինք օգոստոսի վերջում եւ իրենք գրանցել են բավականին թռիչքային աճ 13.4% էին գրանցել ցուցանիշը, թե 13.4% եւ դա 5 անգամ ավել էր հունիսի վերջում իրականացած հարցումների։ Ամենավստահելի ինստիտուտը հայ հանրության շրջանում շարունակում է մնալ բանակը։ Հարցվածները կամ վստահում, կամ լիովին են վստահում Հայաստանի Հանրապետության բանակի գործունեությանը։ Հայ առաքելական եկեղեցին եւս վստահելի կառույցների շարքում է։ Ընդհանուր առմամբ 81.8%-ը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության բանակը։ Հայ առաքելական եկեղեցի 63.3%-ը լիովին հավանություն է տալի եւ 14.4%-ը ավելի շուտ հավանություն է տալի եւ շատ գեղեցիկ համադրություն կա 77.7%-ը դրական տիրույթում է գնահատել հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Հայ առաքելական եկեղեցիներում Նիկոլ Փաշինյանի մասնակցության պատարակները բացասական է գնահատել հարցվածների մեծամասնությունը։ Ավելի քան 50%-ը բացասական է վերաբերվել կարգալույց քահանաների մատուցած պատարակներին Փաշինյանի մասնակցությանն ու կաթողիկոսի անունը զեղչելուն։ Իսկ Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Վճռաբեկ դատարան ու բողոքարկել Կարմիր գծերի մասին վարչական դատարանի որոշումը։ Հիշեցնեմ, որ քաղաքապետարանը երկրորդ անգամ է պարտվում դատարանում Կարմիր գծերի վճարի մասին որոշման բողոքարկումից հետո։ Առաջին անգամ Մայր Հայաստան խմբակցությունը դիմել էր դատարան բեկանելու քաղաքապետարանի որոշումը, ըստ որի Կարմիր գծերի համար տարեկան վճարը 12,000 դրամից դարձել էր 160,000 դրամ։ Մայր Հայաստան խմբակցությունը շահել էր դատան։ Քաղաքապետարանն առաջին պարտությունից հետո բողոքարկել էր որոշումը, սակայն դատարանը չէր բավարարել քաղաքապետարանի պահանջն ու կրկին անվավեր է ճանաչել Կարմիր գծերի թանկացման մասին որոշումը։ Մինչ քաղաքապետարանը զբաղվում է դատական հարցերով, իշխանության տրակտորի թիրախը դարձել է նախկինների ու ներկաների սեփականությունը։ Կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, ազգային պարկի տարածքում կառուցված տասնյակ շինություններ պետք է քանդվեն։ Եվ սա առաջին անգամ է, երբ խոսքը միայն նախկիններին չի վերաբերում։ Ապօրինի առանձնատների ու ռեստորանների շարքում կան նաև գործող բարձրաստիճան պաշտոնյաների անուններ։ Սևան ազգային պարկի տարածքը օտարվել ու փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Որոշումը կայացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը, որի մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ։ Տարածքը, որը պետականացվել է, ունի մի քանի սեփականատեր։ Այդ տարածքում առանձնատներ ու ռեստորաններ են կառուցել ոչ միայն նախկին, այլև ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, ու ինչպես Աննա Վարդապետյանը հայտարարեց, պետությունը պատրաստվում է քանդել նրանց տներն ու ռեստորանները։ Ըստ գլխավոր դատախազության Սևան ազգային պարկում կառուցված շինություններն ապօրինի են։ Մեկը հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանի նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը զրոնիշից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում։ Վարդապետյանը նշում է, որ գործարքները ուղիղ չեն կնքվել պաշտոնատար անձանց հետ։ Փոխարենը մայրերի, զոքանչների կամ նրանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ են կնքված։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձի, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Քանդման 23 որոշում կա եւ եթե դրան գործնական փուլ չմտնեն, ապա դատախազությունը խնդիրը լուծելու է դատական կարգով։ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը մեծ զրույցում նշել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից որևէ ապօրինություն չի կատարվել։ Ավելին, ըստ Մակինյանի, խախտվում են Հայրապետյանի սահմանադրությամբ հաստատված իրավունքները։
Ցանկացած որոշում, որը կարող է ուղղված լինել անձի սահմանադրությամբ պահպանվող իրավունքը խախտելուն, համարում եմ բացարձակ հակաօրինական օրինականության տեսանկյունից եւ չգիտեմ թե ասենք այդ հակաօրինական որոշումը ինչպես են մարդիկ կյանքի գործելու են բոլոր որոշումները, որոնք ընդհանրապես կայացվելու են կամ կայացվել են օրենքի խախտմամբ, դրանց տրվելու են համարժեք իրավական գնահատականներ։ ԿՊ-ական падգամավոր Սասուն Միքայելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա երկու հեռող սահմաններն անհասանելի են, իսկ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, այս պահին չեն մեկնաբանում կառավարության որոշումը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաղաքական դաշտում տեղի ունեցողի մասին Փաշինյանը Մոսկվայում է մասնակցում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ Մոսկվայում մասնակցել է գիտության եւ տեխնոլոգիայի ոլորտում գործակցությանը նվիրված միջազգային համաժողովին։ Փաշինյանին, ինչպես եւ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին ցուցադրել են ռուսաստանցի երիտասարդ գիտնականների մշակումներն ու հայտնագործությունները։ Մասնավորապես նա հետաքրքրությամբ դիտարկել է քվանտրոնը ուժեղացող լազերային մոդուլների նմուշը։ В Армении и на юге России. Ну и еще в некоторых других местах. Փաշինյանը Ռուսաստան մեկնել է Գերմանիայից, Եվրոպայի ամենակոշտ հակառուսական դիրքորոշում ունեցող պետությունից, ուղիղ Ռուսաստանի մայրաքաղաք։ Այս երթուղին արդեն իսկ հարցեր է առաջացրել քաղաքական շրջանակներում։ Սա պարզապես պլանավորված օրակարգի շարունակություն է, թե Հայաստանի ղեկավարի համար ստեղծվել է հաղորդակցության հատուկ պատուհան երկու հակադիր բևեռների միջև։ Անիա Բաղյանն է ներկայացնում։ Փաշինյանը բալանսավորված քաղաքականություն է փորձում վարել։ Գերմանիայից Ռուսաստան այցը օրինակ։ Բալանսավորված քաղաքականություն ոչ թե Հայաստանի շահերի համար, այլ նախընտրական փուլում սեփական շահերի, ռիսկերի գնահատման համար, կարծում են քաղաքագետները։ Ինք պետական շահերի մասին առհասարակ չի մտածում, բացառապես իր քաղաքական օրակարգն սպասարկում։ Ընտրություններից առաջ փորձում է բոլոր աշխարհակաղակական կենտրոններում իրեն ապահովագրել, սա մեկ։ Երկրորդը ի վերջո նա հասկացել է, որ աշխարհակաղակական որևէ կենտրոնից ռեալ 100%-անոց երաշխիքներ չի ստանալու եւ փորձում է ինչ-որ բալանս ապահովել։ Սուրենյանցի հետ համակարծիք է Հակոբ Բադալյանը։ Փաշինյանն ուզում է հասկանալ երկու բևեռներից ինչ աջակցություն է ստանում եւ որ ամենակարևորն է վտանգ չի լինում։ Ամենառավելագույնն է իշխանության պահպանման հարցում արտաքին նպաստավոր միջավայր եւ վերաբերմունք ունենալու համար։ Փաշինյանը հնարավոր է կոմունիկացիոն կամուրջի դերակատարություն է ստանձնել Բերլինից Մոսկվա թեկուզ ինչ-որ տրամադրություն մեսիջ փոխանցելու հարցում, կարծում է Բադալյանը, հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունները։ Հայաստանի միջոցով կարող են լինել այդպես փոքր տրանսլյացիաներ, այսպես ասած, իսկ դրական ազդակների դեպքում արդեն իհարկե կլինեն երկխոսության ավելի տարողունակ եւ ավելի ծանրակշիռ խողովակներ։ Խոսքը ընդամենը որոշակի մեսիջային տրանսլյացիաների մասին է, որ կարող է օրինակ տեղի ունենալ Հայաստանի միջոցով օգտվելով այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը Բերլինում էր եւ այնտեղից անմիջապես մեկնում է Մոսկվա։ Սա լուրջ դերակատարության մասին է խոսում, որը Փաշինյանին չէին վստահի ոչ Գերմանիան, ոչ Ռուսաստանի Դաշնությունը, նշում է Սուրենյանցը։ Եթե երկու պետությունների միջև հարաբերությունները նորմալացնելու նպատակ լիներ, կընտրեին օրինակ Հունգարիայի վարչապետին, որը քաղաքականապես կշիռ ունեցող գործիչ է։ Եթե Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնտակտ հաստատելու անհրաժեշտություն ունենա, այդպես ներքին խողովակներով շատ ավելի հարմար գործիչներ կան, բարձր սուբյեկտությամբ եւ մեծ հեղինակություն ունեցող։ Օրինակ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն, օրինակ Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Փաշինյանը դերի համար բացարձակապես անպիտան է։ Փաշինյանը Մոսկվայում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար։ Նախընտրական փուլում գտնվող Հայաստանի վարչապետը աշխարհաքաղաքական կենտրոններով շրջում է ոտքի տակ հողի ամրությունն զգալու համար, նշում են զրուցակիցներս ու ընդգծում։ Փաշինյանը լավ է մանևրում, պարզապես անում է սեփական շահի համար, Հայաստանի պետական շահերի հաշվին։ Ինչ վերաբերում է հակադիր բևեռներում գործող տնտեսական գործունեությանը, Փաշինյանը դեռ Համբուրգում հայտարարել էր, թե այս պահի վիճակը թույլ է տալիս եւ քաղաքականություն վարել։ Մենք խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության հետ։ Եվ ես այստեղից մեկնում եմ Մոսկվա
Հիմա կա անհամատեղելիություն, թե չկա։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադառնալով Հայաստանի եւ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ին անդամակցությանն ասել է. ինչ որ պահի Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, Եվրամիությունը Հայաստանի հետ դեռ հարաբերությունները խորացնելու նպատակ չունի, որ ընտրության առաջ կանգնեցնի։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Մինչև Մոսկվա հասնելը Գերմանիայում Փաշինյանի ներդրումների մասին հրապարակային խոստումները Երևանում ընդունվել են ոչ թե ոգևորությամբ, այլ կասկածով։ Քանի դեռ Հայաստանում շարունակում են ձերբակալել խոշոր գործարարների եւ բիզնես մթնոլորտը մնում է անկայուն, փորձագետները հարց են բարձրացնում։ Նման պայմաններում ներդրումային վստահություն ստեղծել հնարավոր է, թե իշխանության ուղերձները պարզապես չեն համապատասխանում իրականությանը։ Բերլինի խոստումներն ու Երևանի իրականությունը Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Գերմանիայում հայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպումն ու հայտարարությունները ներդրումներ ներգրավելու մասին Հայաստանի փորձագիտական շրջանակը միանշանակ չի ընդունել։ Հարց են բարձրացնում խոշոր գործարար կալանավորող երկրում ով կհամարձակվի ներդրում անել։ Ի սկզբանե խոսել ենք այն մասին, որ սա վատ մեսիջ է արտաքին ներդրողներին, այդ թվում նաև մեր հայրենակիցներին, ովքեր բնակվելով Սփյուռքի տարբեր երկրներում, ինչ որ պահի ցանկություն են ունեցել կամ ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետությունում։ Տնտեսագետներն ընդգծում են վերջին տարիներին Հայաստանում ներդրումների հոսք պարզապես չկա, սա ըստ նրանց ուղղակիորեն կապված է նաև Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։ Հրայր Կամենդատյանը կարծում է ներդրումների միջավայրը հուսալի չէ անգամ Հայաստանում բնակվող գործարարների համար։ Հայաստանի Հանրապետություն ուղիղ ներդրումներ համարյա արդեն չկան, ձևական մակարդակի են։ Անուղղակի ներդրումներ են կատարվել, ընտրում այդ անուղղակի ներդրումները Հայաստանում արդեն իսկ գործող խոշոր ենթադեպ կազմակերպությունները իրենց մոդեռնիզացման համար օգտագործում են սահույթային բաժինը, որը չեն բաժանում, շահաբաժիններ չեն տալիս, այդ գումարները նորից ուղղում են իրենց մոդեռնիզացիայի տեխնիկական վերազինմանը։ Ներդրումային վստահելի միջավայրի հիմքում օրենքի գերակայությունն է, դատարանների անկախությունն ու սեփականության իրավունքի անկախտելիությունը, ասում է Պողոսյանը, Հայաստանում բոլորը ոտնահարված են։ Մենք ըստ էության գործարար Սամվել Կարապետյանի դեպքը աչքներիս առաջ ունենալով տեսնում ենք, որ Հայաստանում ցանկացած քաղաքական նպատակահարմարությունից ելնելով իրավիճակում կարող է ոտնձգություն կատարվել մարդու սեփականության իրավունքի նկատմամբ։ Փորձագետները շեշտում են, բացի գործարարների նկատմամբ իրականացվող գործընթացներից ներդրումների շուրջ ձևավորված աղմուկն է ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։ Վարկանիշն ըստ նրանց շարունակում է անկում ապրել։ Հատկապես Սամվել Կարապետյանի դեպքը ամբողջ միջազգային մեդիա դաշտում դարձել է քննարկման առարկա եւ դա ինքնին ազդում է բոլոր տեսակի, բոլոր երկրների անկախ ազգությունից գործարարների վրա, ովքեր կարող էին հիպոթետիկ ցանկանալ Հայաստանում կատարել ներդրումներ։ Իսկ եթե խոսում ենք մեծ կամ խոշոր ներդրումների մասին, սա առավել եւս ավելի լայն ուշադրության է արժանանում ներդրողների կողմից եւ այսպիսի դեպքերը կարծեք թե արգելակ են, որպեսզի մարդիկ գնան ներդրումների։ Մինչ այդ Գերմանիայում Հայաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է խորացնել տնտեսական գործակցությունը, ապահովել թափանցիկ եւ կանխատեսելի ներդրումային դաշտ։ Այս հայտարարությունները տնտեսագետները ծաղր են համարում։ Ներդրողները հանդիպում է, չէ՞։ Այդ ներդրողները պարզապես պետք է իրեն հարցնեն՝ դուք ունեք արդյոք ընդհանրապես կրթություն կամ ենթադրենք տնտեսագիտական գոնե բազային գիտելիքներ։ Հավատացում եմ, որ բազային գիտելիքներ տնտեսական չունի, նրա մեկը մեկից ոչ թե իրարամեր հրհրալու աշճանի մեկնաբանություններ տնտեսական թեմաներ, որ նա կատարում է կառավարության նիստերին, վկայում է անձնավորությունը ոչ տնտեսությունից է բան հասկանում, ոչ էլ առավելևս տնտեսական բնագավառի զրույցների կարող է մասնակցել։ Կամենդատյանը օրինակ է բերում Հարավսլավիան, նշելով, որ քաղաքական ճգնաժամը, ճնշումները եւ միջազգային միայնակ քաղաքականությունը բերեցին տնտեսական փլուզման, 20 միլիարդ դոլար պարտքի, սանկցիաների ու արժույթի արժեզրկման։ Արա Պողոսյանն էլ ասում է, երրորդ աշխարհի երկրներում է այս մոդելը գործում ու այն ավտորիտար երկրների դեպքում նորմալ է։ Հավելում է, վիճակը փոխելու ներդրումների համար գրավիչ դաշտ ստեղծելու միակ ճանապարհը քաղաքական եւ տնտեսական այս մթնոլորտի կասեցումն է։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Միջազգային լրահոսից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հանդիպել են Աշխաբադում։ Այն տևել է 40 րոպե։ Երկու առաջնորդները ձեռնպահ են մնացել մամուլի առջև հրապարակային հայտարարություններ անելուց։ Հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում։ Ռուսաստանի պատվիրակության կազմում են եղել փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, նախագահի արտաքին քաղաքականության հարցերի օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւ Թաթարստանի նախագահը։ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է, եթե Կիևի զորքերը դուրս գան Դոնբասից։ Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը կոմերսանտի հետ հարցազրույցում չի բացառել, որ Դոնբասում տեղակայվի միայն Ռուսաստանի ազգային գվարդիան եւ ռուսական բանակ չլինի այն շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ։ Եթե ոչ բանակցությունների միջոցով, ապա ռազմական ճանապարհով այս տարածքը կանցնի Ռուսաստանի Դաշնության լիակատար վերահսկողության տակ, մնացած ամեն ինչ կախված կլինի դրանից։ Եվ վերջում Իրանը ձերբակալել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիս Մոհամմադին։ 2026 թվականին Մոհամմադին արժանացել էր Նոբելյան մրցանակին Իրանում կանանց իրավունքների համար մղած պայքարի համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնի Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք վաղը ժամը 12-ին, բարի գիշեր։